Սիրելի հավատավոր ժողովուրդ, անցյալ կիրակի վերափոխման տոնն էր, Մարիամ Աստվածածնի տոնը։ Հետաքրքիր է, որ մենք ունենք շարունակություն տոնը նշելու։ Տեսեք, այս տոնը դեռևս 5 օր նշվում է։ 9 օր, ներողություն, 9 օր։ Այսինքն 9 օրեր ընթերցվում են Մարիամ Աստվածածնի վերաբերվող աստվածաշնչային հատվածներ։ Եվ այսօր ըստ հերթականության այն հատվածն է, ուր Մարիամ Աստվածածինը այցելում է Եղիսաբեթին։ Եղիսաբեթը Հովհաննես Մկրտչի մայրն էր, այո։ Ասում է այդ օրերին, արդեն գիտեք որ օրեր է, Եղիսաբեթը հղի է Հովհաննեսով 6 ամսեկան։ Այդ Հովհաննես Մկրտիչը մեր Տիրոջից Քրիստոսից 6 ամսով մեծ է։ Դրա համար նկարների մեջ եթե նայեք, օրինակ ավազանի նկարական մկրտության ավազանը, այնտեղ Հովհաննես Մկրտիչը ավելի շատ մազերով, այսպես ավելի տարիքով է ներկայացված, բայց ընդհանրապես տարբերությունը 6 ամիս է։ Եվ Գաբրիել հրեշտակը այցելում է Մարիամին, նա 6 ամսեկան հղի էր Եղիսաբեթը, դրանից հետո Գաբրիելը իրեն ասում է, ահա քո ազգական Եղիսաբեթը, իրենց մեջ ազգականություն կար, բարեկամություն կար։ Եղիսաբեթը իր ծերության մեջ հղի է, առաջացած տարիքում է հղիացել։ Այնպես որ ասում է, Աստծո համար անկարելի ոչինչ չկա։ Եվ Մարիամը այստեղ է որ ասում է, ահավասիկ մնում եմ Տիրոջ աղախինը։ Եվ ինչ է տեղի ունենում։ Այդ օրերին Մարիամը վեր կացավ եւ շտապով գնաց Հուդայի լեռնային շրջանի քաղաքներից մեկը։ Այս 6 ամսեկան հղի էր հենց այդ ժամանակ, բայց Մարիամ Աստվածածինը ոչ թե գնաց, ասում է շտապով գնաց։ Հութով, արագ գնաց։ Ուրեմն նպատակ ուներ գնալ։ Նպատակը ո՞րն էր։ Նպատակը գնալ օգտակար լինելն էր Եղիսաբեթին։ Եղիսաբեթը ծննդաբերության վերջի 3 ամիսն էր մնացել, իր համար դժվար օրեր էին, եւ Մարիամ Աստվածածինը գնում է իրենց տանը մնալու եւ օգնելու։ Դե Մարիամ Աստվածածինը ծնունդով Նազարեթից է, Գալիլեայի շրջանից կամ նահանգից։ Գալիլեայի նահանգից մինչև այստեղ այս տունը որ պիտի գա կամ այս բնակավայրը քաղաքներից մեկը, սա Երուսաղեմին կպած է, հա, հեռու չէ։ Հիմա էլ որ գնում եք գրված է այն քերեմ կամ այն քերիմ են ասում։ Այն քերիմ հենց Հովհաննես ուրեմն Մկրտչի տունն է, որտեղ որ ինքը ծնվել է, որ գալիս եք այդտեղ նույնիսկ դիմացը երկու արձաններ կան, երկու հղի կանայք կանգնած իրար դիմաց, Եղիսաբեթն ու Մարիամին է խորհրդանիշում, մեկը հանդիպման եկեղեցի է, երկու եկեղեցի կա այդտեղ, հանդիպման եկեղեցի, ուր որ հանդիպեցին Մարիամը եւ Եղիսաբեթը եւից կպած Հովհաննես Մկրտչի եկեղեցին։ Եվ այնտեղ որ մտնում եք ներս, քարայր է, վերևի մասը քարերը հին մնացել են, տեսնում եք, պարզ որ քարայր է։ Դիմացը այնտեղ սուրբ սեղան կա, սուրբ սեղանի տակ այսպես փոս է։ Իսա շրջանաձև եւ այնտեղ սովորություն կա այսպես արծաթից բան է, արև են, անում կպցնում գետին։ Նայում եք գետի վրա ոնց որ արև կպված լինի արծաթից կամ փայլուն մետաղից, դա էլ Հովհաննես Մկրտչի ծննդյան վայրն է, որտեղ որ ինքն է ծնվել, որտեղ քարայրները այն ժամանակ օգտագործում են որպես տուն։ Քարայրները եւ տակ էին ձմռանը եւ ամռանը հով էին։ Մարիամ Աստվածածինը գալիս է այնտեղից մոտավոր այնպես չի որ մոտիկ է 130-140 կիլոմետր կա առնվազն։ Այն ժամանակ կամ քիեշի վրա նստած գային, կամ ոտքով գային։ Դա մի 4-5 օրվա ճանապարհ է։ Մեր պես չէ, մենք չենք քայլում, իրենք անդադ քայլել են։ Եվ մարդկանց համար օրական քայլելը 30 կիլոմետրը մոտավորապես նորմալ էր համարվում։ Գալիս է, հասնում է
Եվ իրար են տեսնում, ասում է մտավ Զաքարիայի տունը ու Եղիսաբեթին ողջույն տվեց։ Ողջունեցին, բարևեցին իրար։ Եվ երբ Եղիսաբեթը Մարիամի ողջույնը լսեց, մանուկը խաղաց նրա որովայնում։ Հովհաննես Մկրտիչը ասում է խաղաց որովայնի մեջ։ Հովհաննես Մկրտիչը դեռևս չծնված 6 ամսական փորի մեջ ինքը ճանաչում է Տիրոջը եւ սկսում է ասում է խաղաց։ Դրա համար նկարներ կա, որտեղ նկարված է կտեսնեք Մարիամին եւ Եղիսաբեթին իրար դեմ դիմաց կանգնած, իմիջիալոց մեր դրսի խաչքարը, որ դուրս գաք աջ կողմի վրայի առաջին խաչքարը, որը նվիրված է Մարիամ Աստվածածին եւ իր տեսակի մեջ Եզակի խաչքարը, իմիջիալոց դա դեռևս մենք չունենք Մարիամ Աստվածածին նվիրված խաչքար, դա առաջինն է իր տեսակի մեջ, գոնե իմանալով մեր հայ, այսպես պատմության մեջ։ Այնտեղ էլ կա է պատկերը, որ Հովհաննես Մկրտիչը խոնարհված երկրպագություն է անում որովայնից որովայն Հիսուսին։ Եվ այդ ժամանակ Եղիսաբեթ ասում է լցվեց Սուրբ Հոգով, Աստծո օգին իջավ իրեն վրա, եւ նա բարձր ձայնով սկսեց աղաղակել ու ասել. Օրհնյալ ես դու կանանց մեջ եւ օրհնյալ է քո որովայնի պտուղը։ Ասում է Աստված իր բերանով խոսեց։ Որտեղից ինձ այս ուրախությունը, որ իմ Տիրոջ մայրը ինձ մոտ գա։ Որտեղից ինձ այս ուրախությունը։ Ինքը արդեն իսկ հղիությունից հետո Մարիամ Աստվածածին ինչ է մի շաբաթական, թող 10 օրական լինի, չգիտեմ։ Արդեն իսկ առաջինը, որ ընդունում է, որ Աստված մարմնացել է մարդկանց միջից, հենց ինքը Եղիսաբեթն է։ Եղիսաբեթը առաջինն է դավանել Քրիստոսի աստվածությունը դեռևս սաղմի մեջ, սաղմ եղած ժամանակ։ Որտեղ ասում է, երբ քո ողջույնի ձայնը լսեց, իմ ականջին մանուկը ցնցալով ցնցած խաղաց իմ որովայնում։ Երանի նրան, որ կհավատա, թե Տիրոջ կողմից իրեն աստվածները կկատարվեն։ Սա Երանի է տալիս Տիրոջ կողմից աստվածները, ես կուզեի ասեի աստվածների փոխարեն խոստումները նայել։ Մենք հավատում ենք Աստծուն, Աստծո խոսքին, ավետարանին, աստվածներին, նաև խոստումներին։ Աբրահամը հավատաց Աստծո խոստմանը, սա շատ կարևոր է։ Եվ դրանից հետո Մարիամն է, որ արդեն ինքն էլ լցվելով Սուրբ Հոգով ասում է. Իմ անձը կփառավորի Տիրոջը եւ իմ հոգին ցնծած իմ փրկիչ Աստծով։ Իմ անձը կփառավորի, գրափարում լավ է հնչում, այսօր էլ հնչեց։ Մեծացուցե անձնի մստեր եւ ցնծացե հոգի Աստծո փրկչավ իմով։ Այստեղ ես ուզում եմ դադարեցնել խոսքը եւ երկու բան մեր համար ընդունենք։ Առաջինը, որ նախ Մարիամի հավատքը, ինքը ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը, եւ իրեն երանի տվեց Եղիսաբեթը, եւ նաեւ հետո ասում է երանի նրանց, ովքեր որ կհավատան Աստծո խոսքին, եւ բոլոր ազգերը երանի պիտի տան, այսինքն ազգերը բոլոր մարդիկ երանի պիտի տան Մարիամ Աստվածածին, որտեղ ինքը եղավ Հիսուս Քրիստոսի մայրը։ Դա երանություն է, եւ իր մեջ խոնարհություն կար, ինքը երբեք դրանից այդ առիթից չօգտվեց, ժողովուրդ, որ ասեն, տեսեք Հիսուսի մայրն է, հատուկ վերաբերմունք ցուցաբերեն, հատուկ կներեք այս բարյամա շողոք հորթեին իրեն, ինքը համեստ վիճակի մեջ մնաց, երբեք չօգտվեց այդ առիթից, որ ինքը Քրիստոսի մայրն է։ Իր մեծության մեջ, իր ընտրության մեջ ինքը մնաց խոնարհ կերպի մեջ։ Դրա համար է, որ մեր հայրերը ասում են, նմանվեք մայրիկ, մայր Աստվածածին։ Իր խոնարհությունը մեր համար ուսուցողական է։ Իր վստահությունը հավատքը Աստծո խոսքի նկատմամբ անվերապահ է։ Ու նաև այս անգամ մի բնավորության մասին Մարիամ Աստվածածնի օգնելու։
գնալու եւ օգնելու։ Գնաց մնաց այդ տանը մինչեւ երեխան ծնվեց, հետո վերադարձավ։ Հո պատահական չէր գնացել, 3 ամսով հյուր չեն գնում, չէ՞ ժողովուրդ։ Ինքը գնաց օգնելու համար։ Երբ որ երեխան ծնվեց, ինքը չէր կարող օգնել, որտեղ ինքը երեխա չէր ունեցել։ Փորձառու մեկն էր պետք, որ իրեն օգներ։ Եղիսաբեթին օգներ։ Դրա համար օրերը լրացան, ինքն էլ արդեն 3 ամսական հղի վերադարձավ Նազարեթ, գնաց իր բնակավայրը։ Սա էր, որ ուզեցի այս պահին խոսենք եւ այս վերջում նորից կենտրոնանամ այդ հատկության վրա Մարիամ Աստվածածնի, որ ինքը դերատի կամ աղջիկ լինելով երկար ճանապարհ կրեց, գնաց օգնեց։ Կարող է ասել, եթե այսօրվա չափանիշներով նայենք, կարող եք ասենք մնալ տանը, երբ որ ձեր բանը լինի, ձեր օգնության կարիքը լինի, մնաք տանը մի քիչ հեռախոսով զբաղվեք, չգիտեմ ինչ սոցիալական ցայտերով զբաղվեք, բայց հետո որ նայեք տեսնեք դրանից ոչ մի օգուտ չեք ունեցել։ Բայց եթե մարդուն օգնեք, այդ մարդուն, տեսեք Մարիամը գնացել օգնել է մինչև հիմա երանի է ստանում դրա համար, մինչև հիմա մեր համար օրինակ է։ Աստված զորացնի ձեզ, իմաստությամբ զարդարի, Մարիամ Աստվածածնի բարեփոխություններ բոլորիս վրայից անպակասնի, եւ ձեր հաջողությունների եւ առողջությունների համար։ Տիրոջ շնորհերով, ամեն։